Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ռուսաստան, Թուրքիա, Իրան, որքան էլ այս երկրները գերիշխող են տարածաշրջանում, այնուամենայնիվ օգոստոսի 8-ից հետո ամերիկյան ներգրավվածությունը եւս կա տարածաշրջանում։ Որոշակի կոնսենսուս հնարավոր է լինի անդամ երկրների միջև, սակայն քանի որ տարածաշրջանում այլ մասնակիցներ եւս կան եւ որոնք չեն ծրագրում դուրս գալ տարածաշրջանից, ապա այդ ներգրավվածության պայմաններում 3 գումարած 3 ձևաչափն ըստ փորձագետների ակտուալ չէ։ Եթե 3 գումարած 3 ձևաչափը ակտիվացվում է, այդ դեպքում մենք ունենք խնդիր կոնկրետ ԱՄՆ-ի ներգրավվածության հետ կապված։ 3 գումարած 3 ձևաչափը կարող է ակտիվանալ իսլամիստական մենակ մի պարագա։ Եթե ԱՄՆ-ն իր ներգրավվածությունը տեղավորի Թուրքիայի դերակատարության մեջ ամբողջությամբ, ինքը ուղղակիորեն չներգրավի, ամերիկյան շահերի ներկայացնողը հանդես գա Թուրքիան։ Приветствуем начатый процесс. Մոսկվան բավականին դրական է տրամադրված այդ ձևաչափին։ Վրաստան արևմուտք հակադրությունների սրման ֆոնին Ռուսաստանը ձեռք է մեկնում հարավային հարևանին։ Ավելին, Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչության ղեկավարը կցանկանար նաև վրացի գործընկերներին տեսնել այդ հարթակում։ Մոսկվան ըստ Զախարովայի վրացական կողմի հետ քննարկելու բան ունի, իսկ քաղաքագետներն ասում են Զախարովայի հայտարարությունը ամենևին էլ պատահական չէ։ Այն ուղղված է վրացական իշխանություններին, սակայն Վրաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններում կարմիր գծեր կան, որոնք դեռ խոչընդոտ են երկու երկրների հարաբերություններում որոշակի կարգավորման գործընթացների համար։ Հիմնական մասը եւ տարածքային ամբողջականությանն է վերաբերում, ինչը ցույց է տալու, որ Բիլիսին առ այսօր, նույնիսկ ունենալով բարդ հարաբերություններ Եվրոմիության հետ, անհասկանալի դեռևս հարաբերություններ Վաշինգտոնի հետ, եւ նույն ժամանակ ունեն ցանկություն փոխելու տրամադրվածությունը Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։ Կարմիր գծերը չեն փոխվում։ Քաղաքագետ Բալյանի ձևակերպմամբ 3 գումարած 3 ձևաչափի ակտիվացումը Վրաստանի ազգային շահերից չի բխում։ Վրացիները մասնակցում են բացառապես այնտեղ, որտեղ հնարավոր է կոմպրոմիս։ Վրաստանը, որքան էլ առաջին այսից կարող է տարօրինակ թվա, այդուհանդերձ այս պահին ներկա փուլում Հարավային Կովկասի թերևս ամենակայացած պետությունն է, որը որ իր արտաքին քաղաքականությունը արդեն տևական ժամանակ է բացառապես իր ազգային շահերի տրամաբանության վրա է կառուցվում։ Չնայած Արևմուտք Վրաստան ճգնաժամի ֆոնին ավելի է հավանական դառնում, եթե Հայաստան եւ Ադրբեջանը ի վերջո հստակեցնեն հերթականությունը հանդիպումների եւ ցանկությունը հանդիպումները իրենց տարածքում կազմակերպելու, ապա որևէ հանդիպումներից մեկին Վրաստանը միգուցե մասնակցի։ Բայց եւս քաղաքագետների Վրաստանի մասնակցությունը այդ ձևաչափում կարևոր է Հայաստանի շահերի տեսանկյունից։ Այն հնարավորություն է տարածաշրջանային նախագծերի շուրջ խոսելու եւ բոլորի համար ընդունելի տարբերակներ գտնելու համար։ Քաղաքագետների ձևակերպմամբ, սակայն ինչ նախագիծ էլ իրականացվի տարածաշրջանում, Հարավային Կովկասում դրանք միս ու արյուն չեն ստանա, մինչեւ խոշոր խաղացողները Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը, այսպես ասենք, չդնեն իրենց կնիքը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը Բաքվի դատարանում եզրափակիչ ելույթով են հանդես եկել եւ հերքել իրենց առաջադրված մեղադրանքները։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների Բակո Սահակյանը ասել է, որ Արցախում հանցավոր կազմակերպություն չի եղել եւ չէր էլ կարող լինել։ Արկադի Ղուկասյանը ընդգծել է, որ մեղադրող կողմը Խորհրդային Ղարաբաղ թերթում իր աշխատանքը ներկայացրել է որպես հանցագործություն, ինչի հետ ինքը համաձայն չէ։ Հավելել 2007-ին հեռացել է մեծ քաղաքականությունից եւ այլևս երբեք չի վերադարձել։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեկտեմբերի 24-ին եւ 25-ին տեսակցել են Ադրբեջանում պահվող բոլոր հաստատված հայ անձանց։ Այս մասին լրատվամիջոցներին ասել է Հայաստանում Կարմիր խաչի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զարա Ամատունին։ Ամատունին նշել է, որ տեսակցության ընթացքում, ինչպես նախկինում, այս անգամ եւս ուշադրության կենտրոնում են եղել անձանց առողջությունը, նրանց հանդեպ վերաբերմունքը եւ պահվան պայմանների գնահատումը։ Ընտանիքների կողմից ծանրոցներ չեն փոխանցվել տեսակցության շրջանակներում Կարմիր խաչի ներկայացուցիչներն ունեցել են առանձնազրույցներ յուրաքանչյուր անձի հետ։ Տեսակցությունը կազմակերպվել է Կարմիր խաչի Ժնևի գլխամասից։ Մի քանի օր տևած դատավարությունից հետո Ադրբեջանի ծանր հանցագործությունների դատարանը 8 ծանր հոդվածով մեղադրվող 58-ամյա Կարեն Ավանեսյանին 16 տարվա ազատազրկման է դատապարտել։ Հիշեցնենք, նա մեղադրվում է օկուպացված Արցախում իբր ահաբեկչություն նախապատրաստելու համար, երբ Ալիևը այցելել էր Ստեփանակերտ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում պահվող հայերին։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հանդիպել է 1980-ից 88 թվականներին Իրано-իրաքյան պատերազմում զոհված հայերի ընտանիքների հետ։ Երկրի ղեկավարը նրանց այցելել է Սուրբ Ծննդյան նախօրեին։ Փեզեշքյանը բարձր է գնահատել Օշավան Այվազյանի եւ Գարիկ Թումանյանի ընտանիքների նվիրվածությունն ու հերոսությունը, որոնք իրենց կյանքը զոհաբերել են արտաքին ագրեսիան հետ մղելու համար։ 2025-ին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում զգալի առաջընթաց է գրանցվել, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը։ Ջեյհուն Բայրամովը ըստ ադրբեջանական լրատվամիջոցների ասել է, թե Ադրբեջանն Ալիևի ղեկավարությամբ 2025-ին ակտիվ արտաքին քաղաքականություն է վարել, ամրապնդել իր դիրքերը միջազգային ասպարեզում եւ ընդլայնել է իր դիվանագիտական ներկայությունը։ Բայրամովը նաեւ ընդգծել է, թե Ադրբեջանի ջանքերը խթանելու միջազգային խաղաղությունն ու կայունությունը, զարգացնելով տնտեսական համագործակցությունը եւ միջնորդական գործունեությունը նպաստել են երկրի հեղինակության հետագա աճին համաշխարհային ասպարեզում։ 2026-ի խորհրդարանական ընտրություններին Հայ ազգային կոնգրեսը կմասնակցի առանձին։ Հրավիրված մամուլի ասուլիսում կոնգրեսի ներկայացուցիչ Արամ Մանուկյանը հայտնել է, որ հայտնի է նաև ցուցակի առաջին համարի վարչապետի թեկնածուի անունը։ Հայ ազգային կոնգրեսի նախընտրական ցուցակը գլխավորի Լևոն Զուրաբյանը, նա էլ կլինի վարչապետի թեկնածուն։ Այս փուլում բոլոր նրանք, ովքեր ընդհանրապես խորհրդարան մտնելու խնդիր են դնում, ուղղակի նպաստում են իշխանությունների օրակարգին։ Մեր խնդիրը շատ ավելի հավակնոտ է, շատ ավելի մեծ է, շատ ավելի մտահոգիչ է, եւ մենք մտնում ենք նախընտրական պայքարի մեջ առավելագույնը մեծ դաշինք կամ այնպիսի դաշինք ձևավորելու համար, որով հնարավոր լինի մեր երկիրը փրկել ուղղակի այս գահավիժից։ 2025-ի հունվար-նոյեմբերին Հայաստանի եւ այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 18 միլիարդ 908.4 միլիոն դոլար։ 2024-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 33.2% անկում։ Այս մասին տեղեկանում ենք վիճակագրական կոմիտեից։ Կենտրոնական բանկում տեղի է ունեցել տարեմուտի ավանդական ընդունելությունը, գների ու ֆինանսական կայունության ապահովման մասով ձեռքբերումները եւ ֆինանսական տարին ամփոփելու համար։ Իդեալույթում Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը անդրադարձել է տարվա հիմնական ձեռքբերումներին, ընդգծելով, որ գլոբալ անորոշությունների պայմաններում Հայաստանին հաջողվել է պահպանել մակրոտնտեսական կայունությունը, ապահովել ցածր եւ կայուն գնաճ, ինչպես նաեւ ֆինանսական համակարգի զարգացում։ Հայաստան համահայկական հիմնադրամի հայրենիք հավերժություն դրամահավաք արշավի արդյունքներով հավաքագրվել է ընդհանուր առմամբ 17 միլիոն դոլար, ինչը վերջին տարիների միջինացված տվյալների համեմատ աճել է մոտ 30%-ով։ Հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի Զարուհի Ազնաուրյանի խոսքով այս տարի Հայաստանում դրամահավաքի ձևաչափը փոխվել է, մեկօրյա միջոցառման փոխարեն իրականացվել է դրամահավաք արշավ, նպատակ ունենալով մեկամսյա ժամանակահատվածում ինտենսիվ տեղեկատվական ու համագործակցային միջոցառումներ իրականացնել։ Ազնաուրյանի տվյալներով Հայաստանում ընդհանուր առմամբ այս պահի դրությամբ հավաքագրվել է շուրջ 675 միլիոն դրամ։ ԱՄՆ տեղական մարմնի կողմից հավաքագրված 7.5 միլիոն ԱՄՆ դոլարի շրջանակներում իրականացվելու են մի քանի նպատակային ծրագրեր, որոնցից հարկ եմ համարում առանձնացնել Գյումրիում կառուցվելիք 2 բազմաբնակարան շենքերը, նախատեսված Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների համար։ Այս շենքերը կլրացնեն արդեն իսկ Գյումրիում արկա գեղեցիկ բնակելի թաղամասը եւ նույն տարածքում Ամերիկայի տեղական մարմնի կողմից հավաքագրված գումարներով կիրականացվի մշակութային կենտրոնի կառուցումը։ Հունվարի 1-ից կմեկնարկի նորացնային ակնային սկրինինգը, որն 8-րդը կլինի մանկական սկրինինգային ծրագրում։ Տեսողության մի շարք խանգարումներ, հիվանդություններ եւ բնածին արատներ նորացնային շրջանում դեռևս չեն արտահայտվում կլինիկական նշաններով, սակայն վաղ ախտորոշումն ու միջամտությունը հնարավորություն են տալիս կանխել տեսողության անդարձելի կորուստը եւ ապահովել երեխայի նորմալ տեսողության զարգացումը։ Այս սկրինինգի նպատակն է վաղ հայտնաբերել այն ակնային ախտաբանությունները, որոնք կարող են տեսողության նվազման բերել, անդառնալի կորստի կամ ուշ ախտորոշման դեպքում պահանջել բարդ եւ երկարատև բուժում։ Հղիության եւ հետծննդաբերական շրջանում վերարտադրողական առողջությանը վերաբերող նոր հնարավորություններ են ներդրվում։ Մեր երկրում առաջին անգամ կստեղծվի բիոբանկ, որտեղ կպահպանվեն սերմնաբջիջները, ձվաբջիջները եւ նույնիսկ ձվարանային հյուսվածքները։ Ձվաբջիջների սառեցումը կիրականացվի հատուկ վերարտադրողական կենտրոնում։ Բժիշկները խորհուրդ են տալիս առողջ երեխա ունենալու նպատակով ձվաբջիջը սառեցնել մինչեւ քաղցկեղի բուժման սկսելը, քանի որ բուժումը կարող է ազդել վերարտադրողական կարողությունների վրա։ Քիմիաթերապիան եւ ճառագայթային բուժումը կարող են անդառնալ
կարելի ազդեցություն ունենալ վերարտադրողական կարողությունների վրա։ Վերարտադրողական առողջության կենտրոնը շեշտադրում է անելու քաղցկեղով հիվանդ եւ դեռահասներին եւ ռեպրոդուկտիվ տարիքի կանանց եւ տղամարդկանց հնարավորություն ունենալ մինչ բուժումս եւ վիրահատությունը համապատասխան օնկոլոգին կոնսուլտացիայից հետո 24-ից 72 ժամում մինչ բուժումը սկսելը պահպանել սերմ, ձվարանային հյուսվածք եւ ձվաբջիջ։ Հաջորդ տարվա հունվարի 1-ից դրոշմավորման յուրաքանչյուր ծածկագրի գինը կկազմի 2.5 դրամ, առանց ավելացված արժեքի հարկի, ներկայիս 3.5 դրամի փոխարեն։ Որոշմամբ առաջարկվող գինը նախատեսվում է կիրառել առաջիկա 3 տարիների ընթացքում։ Նշված ժամկետի ավարտից հետո, եթե նոր գին չսահմանվի, կշարունակի գործել նույն 2.5 դրամ արժեքը։ Այս տարվա նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 10.4%, իսկ նախորդ ամսվա համեմատ նվազել է 0.1%-ով։ Այս մասին հայտնել են կառավարությունից։ 2025-ի նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 15.3%-ով, արտահանումն աճել է 17.3%-ով, իսկ ներմուծումը 14%-ով։ Կառավարությունը դեկտեմբերի 25-ին հաստատել է տեսալսողական մեդիայի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը։ Ըստ դրա կարգելվի սահմանադրական կարգը բռնի տապալելու, պատերազմ, բռնություն եւ դաժանություն քարոզող, ինչպես նաեւ օտարերկրյա ծրագրերում Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումը։ Փոփոխություններով հստակեցվում են լիցենզիաների կասեցման ու դադարեցման հիմքերը, տուգանքների կիրառման մեխանիզմները եւ ոլորտի վերահսկողության կանոնները, նպատակ ունենալով բարձրացնել օրենքի արդյունավետությունը, կանխել ապատեղեկությունը եւ ապահովել տեղեկատվական ու ազգային անվտանգությունը։ Մինչև տարեվերջ Երևանյան 40 կանգառասրահներ կհամալրվեն էլեկտրոնային չվացուցակներով, այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Ինտերնետ միջավայրում տեղեկատվության տարածմանը զուգահեռ սա եւս մեկ հնարավորություն է քաղաքացիների տրանսպորտից օգտվելն առավել հեշտ ու հասանելի դարձնելու համար, նշված է հաղորդագրությունում։ Դեկտեմբերի 23-ին ոստիկանությունը Երևանում ձերբակալել է 34-ամյա տղամարդու ալկոհոլային կեղծ խմիչքների փոխադրման եւ վաճառքի կասկածանքով։ Նրա ավտոմեքենայից հայտնաբերվել է 90 շիշ, իսկ ավտոտնակից եւս 413 շիշ կեղծ ալկոհոլ։ Նախնական տվյալներով նա կեղծ խմիչք է իրացրել Երևանի տարբեր հատվածներում։ Գործով փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին։ Երևանում ոստիկանները ձերբակալել են Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի 33-ամյա բնակչի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ներմուծման եւ իրացման կասկածանքով։ Նոյեմբերի 13-ին Երևան-Սևան ճանապարհին նա փորձել է փախչել ոստիկաններից, նետելով 2 փաթեթ, որոնք հետագայում հայտնաբերվել են եւ պարունակել են ավելի քան 2 կիլոգրամ մարիխուանայի նմանվող զանգված։ Տղամարդը կալանավորվել է, քննությունը շարունակվում է։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ Պաշտպանության նախարարության N զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալը եւ պահեստապետը նախնական համաձայնությամբ հափշտակել են դիզելային վառելիք։ Քննությամբ պարզվել է, որ 700 լիտր վառելիք չի մուտքագրվել պահեստ, դուրս է բերվել զորամասից ու վաճառվել, իսկ գումարը բաժանվել է մասնակիցների միջև։ Հետագայում փորձ է արվել դուրս բերել եւս 2 տոննա վառելիք, սակայն հանցագործությունը չի ավարտվել պահեստապետի ձերբակալման պատճառով։ Մեղադրանքներ են ներկայացվել նաեւ դասակի հրամանատարին եւ վառելիքի գնորդին։ Վերջինիս նկատմամբ կիրառվել է տնային կալանք։ Պետությանը պատճառված վնասը ամբողջությամբ վերականգնվել է։ Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հակակոռուպցիոն դատարան։ Նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում ներքին գործերի նախարարության բարեկային ծառայությունն ու էկոպարեկները Սևանալճում հայտնաբերել ու առևանգել են ավելի քան 1000 կիլոգրամ ապօրինի ձուկ, 13 նավակ, 63 ցանց ու նավակների սարքավորումներ։ Ձկնագողության դեմ պայքարը պահանջում է պետական ու հասարակական համատեղ ջանք։ Առաջիկա օրերին Հայաստանի որոշ հատվածներում առատ ձյուն կգա, հանրապետության լեռնային մարզերի առանձին գոտիներում սպասվում է նաև քամուշ գնացում, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 28-ից 30-ին հանրապետության ողջ տարածքում կնվազի 5-ից 7 աստիճանով։ Երևանում ձյուն կգա դեկտեմբերի 27-ի ուշ երեկոյան, դեկտեմբերի 27-ի լույս, 28-ի գիշերը եւ առավոտյան։
Արքա վճարային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց կողմից կատարված անկանխիկ եղանակով վճարումներից հետվճար տրամադրելու միջոցառման կարգը հաստատված է։ Հետվճարները կհաշվարկվեն եւ կվճարվեն 2026 թվականի փետրվար ամսից սկսած մինչեւ 2027 թվականի հունվար ամիսը ներառյալ նախորդ ամսվա անկանխիկ գործառնությունների ծավալներից ելնելով։ Միջոցառումը նախատեսում է նախորդ ամսվա կատարած գնումների 2%-ի չափով, որոշակի սահմանափակումներ եւս կան, դրանց մասին եթե կարիք կլինի առանձին հարցերի միջոցով կպատասխանեմ, 2%-ի չափով հաջորդ ամսվա մինչեւ ամսվա 25-ը յետ վերադարձի մեխանիզմ, այսինքն փաստացի մարդկանց համար այն մարդկանց ֆիզիկական անձանց, ովքեր որ ունեն արքա քարտեր եւ արքա քարտերի միջոցով արքա վճարահաշվարկային համակարգում իրականացնում են գնումներ, ապրանքների եւ ծառայությունների ձեռքբերում 2% հետ վերադարձ է նախատեսում։ Հետվճար հնարավոր կլինի ստանալ, եթե գործարքի գումարի չափը կազմել է 1000 դրամ եւ ավելի։ Մեկ գործարքի դեպքում առավելագույն հետվերադարձի գումարը սահմանափակված է 6000 դրամով, իսկ մեկ ֆիզիկական անձի հաշվով ամսական հանրագումարային հետվերադարձի համար սահմանային չափը 60000 դրամ է։ Որոշակի սահմանափակումներ կան նաեւ թե այն ծառայությունները, որոնք որ չեն մտնում այդ ձեռքբերվող ծառայությունների մեջ, որոնց համար հետ վերադարձ չի նախատեսված, ես կնշեմ, որոնք են այդ ծառայությունները, օրինակ տեղեկատվության, կապի եւ կոմունալ ծառայությունների դիմաց վճարումներից հետ վերադարձ նախատեսված չէ, պետական եւ համայնքային բյուջեների օգտին կատարվող վճարումներից նույնպես նախատեսված չէ, կար բարձր ռիսկային վաճառակետերում կատարված գործարքները, դրանք են մեծահասակների համար նախատեսված բովանդակություն, ծանոթությունների կայքեր, հարթակներ, խաղատներ, խաղային ծառայություններ, թվային ֆայլերի պահեստավորում, հեռակա օգտագործման ծառայություններ, դրամապանակների, կրիպտոդրամապանակների եւ այլ կրիպտո ծառայություններ, ինչպես նաեւ ազարտային խաղերի եւ բարձր ռիսկային ֆինանսական առևտրային հարթակների, հեռախոսային մարքեթինգի ծառայություններ, ավտոմատ երկարաձգվող բաժանորդագրություններ, թանկարժեք քարերի եւ մետաղների առքուվաճառք, Որևէ ֆինանսական կազմակերպության կողմից տրամադրվող ծառայության դիմաց վճարվող գումարից եւս հետվճար չի տրամադրվի։ Օրինակ, բանկային գործարքի համար իրականացվող վճարից գումարի հետվերադարձ չեք ստանա։ Այժմ հնարավոր է 2% հետվճար ստանալ միայն արքագրությամբ քարտերով վճարում կատարելու դեպքում։ Ներկայումս գործընթացներ են տեղի գնում, որով որ հնարավոր է թողարկվեն համատեղ քարտեր, co-badge կոչված անգլերեն տերմինաբանությամբ, այսինքն օրինակ Mastercard-ը կարող է արքայի հետ ունենալ համատեղ թողարկած քարտ, եթե թողարկեն, ապա այդ քարտերով կատարված անկանխիկ գործարքների դեպքում եւս իրականացնելու է անկանխիկ գործարքներից յետ վերադարձ այն նախորդ մեխանիզմով, ինչը որ ես նշեցի։ Արքա քարտ ձեռք բերելու սահմանափակում քաղաքացիները չունեն։ Եթե անգամ Visa կամ Mastercard քարտի քարտապան եք, ապա կարող եք ձեռք բերել նաև արքա քարտեր ու օգտվել 2% քեշբեքի հնարավորությունից։ Դեկտեմբերի 26-ին 69-ամյա Արտաշես Սարիբեկյանը Գյումրի Շիրակ Կամո գյուղերի երթուղային միկրոավտոբուսով դուրս է եկել երթևեկելի գոտուց կողաշրջված հայտնվել դաշտում։ 40-ամյա ուղևորը վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն, վիրավորին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի առաջին վաշտի 5-րդ դասակի բարեկները։ Դեկտեմբերի 26-ին Երևան Երասմեղրի ճանապարհին Արփի գյուղի վարչական տարածքում բախվել են 34-ամյա Դավիթի Հոնդան եւ 47-ամյա Հայկի Զիլ Բեռնատարը։ Տուժած չկա, բախման հետևանքով Զիլը, որը բարձված է եղել մոտ 30 խոճկորով, կողաշրջվել է, հայտնվել ճանապարհի մեջտեղում երթևեկելի գոտում։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի առաջին վաշտի բարեկները։ Վանաձորի Դեմիրճյան փողոցում բախվել են 65-ամյա Ռաֆիկի Մերսեդեսը, 49-ամյա Արմենի Օփել Աստրան։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի առաջին վաշտի 2-րդ դասակի բարեկները։
Դեկտեմբերի 25-ին խոշոր հրդեհ տեղի ունեցել Մայրաքաղաքում Նուբարաշեն 11-րդ փողոցում տանը կից ավտոտնակ է այրվել։ Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, հետո օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը 2 հոգու օգնություն է ցուցաբերել, մեկին տեղափոխել հիվանդանոց։